Ցրտաշունչ ձմեռը մեր շրջանում դեռևս երկար ամիսներ շարունակում է իր հետ բերելով սառնամանիք, ձյուն ու խիստ եղանակային պայմաններ։ Սառը օրերը սահմանափակում են մարդկանց առօրյան, նվազեցնում շարժությունը և ստիպում ավելի շատ ժամանակ անցկացնել փակ տարածքներում։ Ձմռան այս երկարատև ընթացքը զգալի ազդեցություն է ունենում ինչպես կյանքի ռիթմի, այնպես էլ առողջության վրա։ Ჩვენ გადატკეპნილი თემა და ხშირად გვისაუბრია ამ ბოლო დროს განსაკუთრებით վիրուսების შესახებ։ Սա մեզ համար ծանոթ և բազմիցս քննարկված թեմա է։ Վերջին շրջանում հատկապես հաճախ ենք խոսում վիրուսների տարածման մասին։ Կրկին ուզում ենք հիշեցնել, որ մեր շրջապատում վիրուսները շատ են և յուրաքանչյուրիս պատասխանատու վերաբերմունքն ունի մեծ նշանակություն։ Խնդրում ենք պահպանել հիգիենայի կանոնները, հաճախ լվանալ ձեռքերը և դեմքը, հատկապես երեխաների հետ շփման ժամանակ։ Այս շրջանում տարածված են շնչառակավ վիրուսները, որոնք ուղեկցվում են ջերմությամբ, հազով և ընդհանուր թուլությամբ, ուստի անհրաժեշտ է լինել առավել զգոն։ Հիվանդության ախտանիշների դեպքում հուսափեք շփումներից, ժամանակին դիմեք բժշկի և հոգ տարեք թե ձեր շրջապատի առողջության մասին։ Եկեք միասին լինենք առողջ, ուշադիր և հոգատար միմյանց նկատմամբ։ Ჩვენ მოთხოვნას ძალიან კარგი იქნება։ Եղանակի կտրուկ փոփոխությունների և ցածր ջերմաստիճանի պայմաններում հատկապես հաճախանում են մրսածություն, շնչառական հիվանդություններ և վիրուսային վարակներ։ Թուլացած իմունային համակարգը դժվարությամբ է դիմակայում հիվանդություններին, ինչի հետևանքով բժշկական հաստատություններում աճում է դիմելիությունների թիվը, առավել խոցելի են երեխաները, տարեցները և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ։ Սաղ ժողովուրդը գարիպ են։ Միշտ ասի ձունը մանա, սուխոյ չեթա, սուխոյ կանած, երեխեսներ են բռնած, մեծեր են բռնած, և հիվանդանոցը սաղ պարգած են, հաշվոր տեղ չկա։ Համես ձուննորեն է լավն անգը ժողովուրդը։ Տանիքը սաղ հետ գարիպ է, ինչ որ կա սաղ տանիքը։ Մասնագետները խորհուրդ են տալիս այս շրջանում առավել ուշադիր լինել առողջությանը, պահպանել տաք հագուկապը, ճիշտ սնվել, ընդունել վիտամիններ և խուսափել գերհոգնածությունից։ Ժամանակին կանխարգելիչ միջոցառումները և բժշկի խորհուրդների հետևելը կօգնեն հաղթահարել ձմռան դժվարությունները, պահպանելով լավ ինքնազգացողությունը մինչև գարնան գալուստը։